Успех построен на любви. Лебо Голд. Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, кетч, кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք։ Մարանիկ։ Он черный, он горячий, он настоящий, он любимый, любимый Лебо, мой кофе. Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, համացանցով մեզ հետևող մարդիկ, մենք այսօր քաղցած այցելել ենք երիտասարդ, բայց շատ խոստումնալից դերասան Անդրի Աբելյանին։ Փորձենք հասկանալ ինչպիսի զրույց է մեզ սպասվում եւ ինչով է նա մեզ կերակրելու։ Բարի լույս Անդրի։ Բարի լույս։ Ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, քաղցած չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Համեցեք։ Շնորհակալություն։ Ինչպես եք, օրը ինչպես է սկսվել տրամադրությունը, ինչպես է։ Շատ լավ, դուք ասեք ձեզ մոտ։ Կարծում եմ, որ շատ լավ, որովհետև վստահ եմ հետաքրքիր զրույց է մեզ սպասվում եւ ինչու՞ չէ նաեւ համեղ սնվելու ենք նոր հեռանանք։ Անպայման։ Գանք ամենասկզբից։ Ինչպես ընտրեցիք դերասանի մասնագիտությունը, այս փուլում ինչ զբաղվածություն ունեք։ Նախ առաջինը ինձ թվում է լիքը հետևորդներ կլինեն, ովքեր ինձ չեն ճանաչում։ Ես Անդրի Աբելյանն եմ, 23 տարեկան, ավարտել եմ Թատերական ինստիտուտը եւ նկարահանվում եմ այժմ սերիալում Հարսնաձորի լեգենդը, նկարմագոհար Արշակյան։ Ոմանք ինձ արդեն գիտեն որպես Միքո, բայց իմ իրական անունը չգիտեմ, որ Անդրի է։ Իսկ մյուս հարցը ինչպես ընտրվեց դերասանի մասնագիտությունը։ Ինչպես ընտրվեց։ Իրականում փոքրուց միշտ սերիալներ, ֆիլմեր նայում էի, արտասահմանյան, հայկական էի նայում ու տենց միշտ եղել է այդ երազանքը, որ մի օր գալու է, որ ես նկարվեմ։ Ու սկսում եմ ուսումնասիրել դերասանների խաղը։ Սկսում եմ փոքր տարիքից փորձել միմիկաներ, մարդկանց եմ սկսում ուսումնասիրել ուղղակի առօրյա կյանքում եւ հասկանում եմ, որ ինձ հոգեհարազատ է, ինձ մոտ ստացվում է։ Արդեն ընդունվում եմ Պատանի հանդիսատեսի թատրոնում, գնում եմ այնտեղ խմբակ Արմեն Սանթրոսյանի մոտ, որից հետո արդեն գնում եմ քոլեջ, Արմեն Սանթրոսյանի տղայի Պարուս Սանթրոսյանի քոլեջը, տարածաշրջանային համար 1 քոլեջը։ Եվ այս կամաց արդեն ինստիտուտ ավարտեցի եւ քաստինգ ընդունվեցի նկարվումը։ Այսինքն 8-րդ դասարանից սկսած, չնայած հիմա կարծես թե ձևը փոխվել է 9-րդ դասարանից սկսած, գնացել եք քոլեջ։ Այո։ Իսկ մինչ այդ դպրոցում կար արդեն հակումը դերասանական, թե ոչ այդքան։ Դե փոքր տարիքում եղել է, օրինակ փոքր տարիքում մեր բակի երեխաներով ներկայացում էինք խաղում, որը բեմադրում էր իմ քուրիկը։ Շատ դարունակ էր եւ այս ժամանակվանից արդեն կար այդ հակումը դեպի դերասանությունը։ Անդրի, մինչ նկարահանումները սկսել է, դուք նշեցիք նաեւ, որ բնակվել եք որոշակի շրջան Ռուսաստանի Դաշնությունում։ Որքան ժամանակ է, որ արդեն Հայաստանում եք, տեղափոխությունը ինչպես եղավ, ասացիք բավականին հաճախ գնացել եկել եք, մի փոքր խոսենք նաեւ այդ մասին։ Ես ծնվել եմ Ռուսաստանի Դաշնությունում, Պիցիգորսկ քաղաքում, մինչև 10 տարեկան այնտեղ եմ բնակվել, բայց եկել ենք, ասես մի 5-6 անգամ, որից հետո արդեն հաստատվել ենք, մնացել ենք Երևանում։ Սկզբից մենք Ռուսաստանից որ եկել ենք, գնացել ենք մեր արմատներ, որտեղից ես Սյունիքի Սիսիան քաղաքից եմ,
Այնտեղ ենք ապրել, դպրոցը գնացել եմ այնտեղ, հետո տեղափոխվել ենք Երևան, Երևանում եմ գնացել դպրոց, Կիրովի դպրոցը, որը շատ իդեալական դպրոց է, համեձեք։ Ես շատ եմ հավանել այդ դպրոցը, թե դասատուներին ինձ շատ օգնեցին, քանի որ իմ կրթությունը կիսով չափ ռուսական ստացվեց, հետո ստեղ եկա, մի այլ տիպի ինձ օգնեցին լիքը հարցերում։ Ու արդեն այստեղ այդ մյուս պատմությունները, որ գնացի քոլեջ, խմբակներ ու ընտրեցի այդ դերասանի մասնագիտությունը։ Երբ եք ավարտել թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը։ Այս տարի եմ ավարտել։ Այս տարի եք ավարտել, ում արվեստանոցը։ Արմեն Էլբագյանի։ Կաք Սունդուկյանի անվան թատրոնում, իդեպ նշեմ բոլոր այն մարդկանց համար, ովքեր տեղյակ չեն, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը ղեկավարում է Սունդուկյանի անվան թատրոնը։ Դրա համար հարցը այդպիսին էր։ Այո, չէ, իրականում չկամ Սունդուկյան թատրոնում, դեռ զբաղվածությունները արդեն այնպես է ստացվել, որ թատրոնում չեմ կարող, բայց ինձ թվում է կգա մի օր, որ թատրոններում նույնպես զբաղվածություն կունենամ։ Նախընտրելի թատրոն կա, որտեղ կցանկանայիք լինել։ Հա, համազգային թատրոնը եւ կամերային թատրոն։ Մենք մի փոքր շուտ ենք իրականացնում մեր նկարահանումը եւ վաղը չէ մյուս օրը տեղի է ունենալու համազգային թատրոնի պաշտոնական բացումը, այնպես որ դուք կարող եք գնալ արդեն լինել արմատներում։ Ինձ թվում է, հետո որ կարողանաք նաև գլուխ գովել, որ այս թատրոնը որ բացում էին, հետո կգա սերնդափոխությունը, դուք գլուխ կգովեք, որ այս թատրոնը երբ որ բացում էին, դուք գիտեք, ես կանգնած եմ այստեղ, մի խոսքով։ Ինչպիսին է այսօր վիճակը արվեստի ոլորտում մեր երկրում, որովհետև բազմաթիվ արվեստագետներ այսօր Հայաստանից գնում են Ռուսաստանի Դաշնություն, բայց դուք բացառություն եք Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել եք Հայաստան։ Այո, վերադարձել եմ, բայց իմ մոտ էլ եղել տենց մտքեր, որ հետ վերադառնամ Ռուսաստանի Դաշնություն եւ այս քաստինգը, Հարսանձորի լեգենդի քաստինգը ես անցել եմ հենց այն օրը, որ պետք է գնայի երկրից։ Ահա, շատ կարևոր օր է եղել ձեր որոշումը։ Այո, այո։ Ես արդեն հայրիկիս հետ խոսացել եմ, ասում եմ, հեսա բան տոմսեր առ, ես գալիս եմ, այնտեղ բիզնես եւ այլն, որովհետեւ մասնագիտությամբ էլ իհարկե շարունակելու է այնտեղ, բայց սկզբնական փուլում հաստատ ֆինանսի աղբյուր պետք գտնել եւ այլն։ Եվ այդ օրը ինձ զանգում են, ասում են դուք քաստինգ եք անցել, կանչում են կերպարի պրոբայի, պրոբան հայերեն փորձի։ Ես տենց արդեն հիասթափված ամեն ինչից ասում եմ լավ գնամ եւ փորձեմ, ինչ լինում է թող լինի։ Գնում եմ մտնում եմ քաստինգի, Գոհար Նարշակյան նստած, ասում եմ դե այս կերպարն է բացատրում, ասում եմ կարդա քթքո մեջ, մի հատ տղա եկա, ոնց որ այդ կերպարի համար իրան էլ են կանչի, ասում եմ տեսնես ով է այդ կերպարը, բայց մեկը նա Ռասլաբոնիա, այսինքն ավելի թեթև է, ինչ լինում է թող լինի, ոնց կյանքը որոշել է, ոնց պլանավորել է։ Եվ տղան եկավ, տղային ճանաչում է Աշոտն է, Աշոտի մոտ ոնց որ դուք գնացել եք ամեն։ Հավանաբար։ Մեր երկուսս փորձեցինք ու երկուսս անցանք ուղղակի տարբեր կերպարներով, ես Միքոյի կերպարով, Աշոտը Վարոյի կերպարով, որը գլխավոր հերոսի Հայկի ընկերն է։ Եվ սկսեցի, ասենց ասած, կարիերան։ Ձեզ դրսում ճանաչում են արդեն բավականին շատ մարդիկ, նկարվում են հավանաբար ձեզ այդ զգացողությունները հաճելի են, թե կան նաև խանգարող հանգամանքներ, որովհետև երբեմն մարդիկ խուսափում են հանրության մեջ ճանաչվելուց։ Չէ, խանգարող չեն, հաճելի են, միանշանակ։ Ու կապ չունի իր ձևով եմ մոտենում, այսինքն կարող է 5 մետրից է գոռան, ասեն, Միկո ջան, ինձ հաճելի է, որովհետև բնականաբար ցանկացած ֆիլմ, ցանկացած սերիալ տարբեր մարդիկ նայում են ու մենք չգիտենք իրանք ինչ բնավորությամբ, ինչ արժեքների մարդիկ են, բայց ես միշտ բոլորն ասենց սիրով ժպիտս դեմքից միշտ բարևում եմ, ժպտում եմ ու ամենազվարճալին է նա, որ ասում են դու բան արա այդ սերիալի մեջ, մի քիչ Հայկի հետ լավ է եղել, ասես խորտեր գալիս, ասում եմ անպայման, կամ ասում են կբարևես մյուս կերպարին, ասում եմ անպայման կփոխանցեմ։ Անդրադառնանք այսօրվան։ Ինչ եք պատրաստելու մեզ համար։ Այսօր պատրաստելու ենք Պիցիգորսկի քյուֆթա։ Չէ։ Չէ։ Իտալական
պաստա, կարբոնարա։ Իտալական կարբոնարա Այո, պաստա։ այո, իհարկե, ես պրոֆեսիոնալ եմ այդ հարցում, ումը կտեսնեք։ Վստահաբար դուք ասացիք, որ պրոֆեսիոնալ եք, լավ, մենք վերջում կհամոզվենք։ Գնումներ ունենք կատարելու։ Այո, Ինչ է անհրաժեշտ մեզ։ մեզ լիքը բան անհրաժեշտ։ Առաջնահերթ կարծում եմ անհրաժեշտ է գնալ խանութ։ Այո, Դրա համար ես պետք է խնդրեմ, որպեսզի մենք այս պահին դադարեցնենք նկարահանումները, գնանք բակ, այնտեղ ունենանք նկարանում ու ուղևորվենք դեպի խանութ, հասկանանք ինչ է անհրաժեշտ եւ ինչ եք պատրաստելու մեզ համար, ինչ կերպով, որովհետեւ ինչը գիտենք։ գնացինք։ Շնորհակալություն։ Արի ձեր բակում են գտնվում արդեն նորակառույց տներ, նորակառույց թաղամաս նույնիսկ կարելի է ասել, որքան ժամանակ է որ այստեղ եք բնակվում, մենք գտնում ենք Էրեբունու հատվածում, եթե իհարկե ունեինք ձեր համաձայնությունը հնչեցնելու թե Չէ, ունեիք, իհարկե ունեիք։ 2 տարի է որ էս ենք բնակվում, բայց էլի մինչև այդ էլի Էրեբունու տարածքում ենք եղել։ Ձեզ հարազատ թաղամասեր են, հարազատ ագրավներ են։ Իհարկե, իհարկե։ Ես շատ եմ սիրում Էրեբունին։ Դուք ավելի շատ Երևանից եք, քան Պիտիգորսկից, չէ՞ կարելի է ասել։ Հա, ես ավելի շատ ժամանակ Երևանում եմ բնակվել, Պիտիգորսկում։ Բայց Երևանի զատ իմ համար ամեն ինչ sense կարևոր է, քանի որ իմ կյանքում շատ խառն է եղել ամեն ինչ։ Սիսիան քաղաքում, Երևան, Պիտիգորսկ, Մոսկվա, ինչու՞ չէ, նաև բայց ամեն տեղել ինչ-որ sense մասնիկ թողել եմ։ Եթե հնարավորություն լինի, անպայման օրինակ կուզեի գնալ Պիտիգորսկ, հարազատ փողոցներ կան, հարազատ թաղամասեր կան, որ կուզեի տեսնել։ Մեքենա ունեք, վարում եք թե ոչ։ Մեքենա չունեմ, չեմ վարում եւ վարորդական իրավունքեր չունեմ։ Չնայած էս պետք չէր ասել։ Պետք չէ։ Դեպ տեղափոխվենք մեր մեքենայով, տեղափոխվենք դեպի խանութ։ Գնացինք։ Գնացինք։ Համեցեք, խնդրեմ, նստեք։ Դավիթ, դուք նույնպես կարող եք համենալ։ Ձեզ շատ հարազատ եւ ծանոթ թաղամասում ենք գտնվում, բայց ցավով պետք է նշեմ, որ դեռևս համապատասխան ենթակառուցվածքներ չկան, հատկապես տրանսպորտի գիծը կարծես թե այս հատվածում թերանում է։ Այդ խնդիրը ինչպես եք լուծում, Անդրի։ Իրականում արդեն երևի 2 տարի է տրանսպորտից չեմ օգտվում։ Աստղային փայլն է ձեզ այցելել։ Ոչ, իհարկե ոչ, քանի որ օգտվել եմ տրանսպորտից, ես ոչ մի վատ բան չեմ տեսնում դրա մեջ։ Այսինքն հենց հիմա էլ կօգտվեմ, մետրոյից օգտվում եմ, հանրային տրանսպորտ համարվում է, չէ՞, մետրո։ Իհարկե։ Բայց միևնույնն է մետրոյի կայարաններ մոտակայքում էլի ցավոք Ես սրտի չկան։ ոտքով մեծ սիրով քայլում եմ։ Ես շատ եմ սիրում քայլել։ Երրորդ մասից դեպի ձեր բնակարան, ձեր տուն, ավելի Երրորդ ճիշտ։ մասից, բայց Որն է մոտակա մետրոյի կայարանը։ Դավիթը։ Ճիշտ է։ Իսկ ինչ եմ նախարարինի ինչու չեմ օգտվում տրանսպորտից, որովհետև հիմա նկարահանումներ արագ տեղ հասնել, ժամանակ, սուղ ժամանակ է եւ այլն, դրա համար չեմ կարողանում օգտվել։ Բայց ուսանողական տարիներին իհարկե տրանսպորտով եմ ուղևորվել, գնացել դասի եկել։ Անդրի, հաղորդման այս հատվածում մենք մեր հյուրերին մշտապես տալիս ենք այս հարցը եւ դուք բացառություն չեք։ Ինչը կփոխեիք Հայաստանում, որպեսզի մարդկանց կյանքը մի փոքր ավելի լավը դառնար։ Հիմա ինչը կփոխեի։ Պետք է թեթև ապրեն մարդիկ։ Թեթև այն թեթևը չէ, բայց թեթև։ Մենք ինձ թվում է հիմա նենց ժամանակաշրջանում ենք ապրում, որ մարդիկ ինչ-որ իրանց հոգսերով ու իրանք իրանց ժամանակ չեն հատկացնում։ Ամեն մեկ աշխատանքի գնում է տուն, գալիս է նույնիսկ բարեկամների շփում չունեն։ Իսկ ես այդպես չեմ։ Կամ եթե ինչ-որ դժվարություն է լինում, ես տրագեդիա են սարքում այդ ամեն ինչում, կուզեմ, որ հակառակ թեթև նայեն ամեն ինչին։ Ու երբ որ դու թեթև ես նայում, այդ խնդիրներն շատ արագ լուծվում են։ Մեզ մոտ մի հատ բոլոր մարդկանց մոտ այդպես թերություն կա, որ խնդիր են ունենում, սկսում են
խմել կամ ուղղակի անընդհատ մտածել այդ խնդրի մասին, այդ խնդրի մասին։ Ու շատ քչերն են, որ գործում են, այսինքն սկսում են ամեն ինչ անել, որ այդ խնդիրը վերացնեն։ Դե դեղատոմս առաջարկեք, խնդրում եմ։ Ուրեմն տերապլյու Չէ, ոչ թե դեղ, այլ դեղատոմս։ Ձև։ դա գալիս է մտածողությունից, այսինքն եթե դու փոխես այդ մտածողությունը քեզ մոտ, արդեն ամեն ինչ ինքնաբերաբար կլինի։ Հասանք խանութ, ժամանակն է գնումների, ինչ է անհրաժեշտ մեզ, խնդրում եմ նշեք։ Իրականում ես արդեն որոշ գնումներ կատարել եմ, բայց ես նաև պատրաստելու եմ ամառային աղցան, որի համար մեզ հարկավոր է լոլիկ, չերի, վարունգ, բիբար եւ նմանատիպ խառը բաներ։ Խառը բաներ։ Դե գնանք հասկանանք ինչպես է կողմնորոշվում։ Անրի հասցնում եք տան համար գնումներ կատարել, թե ձեզ կան օգնող մարդիկ եւ ընտանիքի մյուս անդամներն են զբաղվում այդ ամենով։ Մյուս անդամներն են զբաղվում, բայց ես էլ եմ այտենց զբաղվում էլ։ Այսինքն գիտեք հստակ ինչպիսի լոլիկ է պետք։ Չէ, դա չգիտեմ։ Չգիտեք։ Դա հարցրել եմ, ասել եմ։ Ինչ ասացին, ինչ է անհրաժեշտ, ինչպես պետք է կողմնորոշվի։ Ասեցին չերի առ, որ հեշտ կտրատես։ Հասկացա, այսինքն որակը ստուգելու Չէ, բանաձև չգիտենք։ բայց դու գիտես։ Ես չէ, չգիտեմ։ Պարզա, ուրեմն մնացինք իմ հույսին։ Շատ է անհրաժեշտ, թե 3 Ես հոգու միշտ- համար։ Վերցնում եմ։ Հետո ավել տունա թողնի։ Դե վերցրեք։ Այլ բան անհրաժեշտ է լինելու բացի վարունգից, պղպեղից եւ խառը կանաչիից, թե ոչ։ Այո։ Այո։ Անհրաժեշտ է լինելու հաց պետք է վերցնենք։ Խառը կանաչի։ Էլ ինչ պետք է վերցնենք։ Իդեպ կանաչիները տարբերում եք Անրի, որն է մաղադանոսը, որը համեմը։ Ընդհանրապես։ Ինձ թվում է մենակ ես չեմ տենց։ Ընդհանրապես խոհանոցում գործունեություն ծավալում եք։ Այո, բայց տենց ձեր պատկերացրածը չէ, էլի։ Բայց դուք նշեցիք, որ դուք պրոֆեսիոնալ եք, իսկ մենք որևէ բան չենք մոռանում։ Այո, պրոֆեսիոնալ եմ։ Դաշրակ շատ լավ եմ ծարկում։ Դաշրակից հիմա Շարունակեք հնչեցնել բոլոր գովազդները հնարավոր եւ անհնար։ Պղպեղի լայն ընտրանի կա, որոշեցինք հասկանալ, թե որ պղպեղն է մեզ անհրաժեշտ լինելու, բուլղարական, թե սովորական։ Բուլղարական, թե սովորական։ Այո, ձախ կողմում գտնվում է բուլղարական պղպեղը տարատեսակ գույներով եւ ձեր դիմաց դրված է սովորական պղպեղը։ Դե սովորական է, ինձ թվում է սովորական։ Սովորական պղպեղ, միայն կանաչ գույնի, թե նաեւ կարմիր գույնի, որը նաեւ մի փոքր կծու է, այսինքն չիլի։ Իսկ դուք ո՞նց եք սիրում։ Մենք ամեն կերպ սիրում ենք, կարևորը ձեզ դուր գա։ Կարմիրից էլ։ Ոչ, կարմիրը դիմացն է դրված։ Սա բայց չի, նորմալ։ Ահա։ Կծու չի, սա նույնպես կծու չի, շատ լավ, ուրեմն Դե թող լինի։ դե թող լինի։ Բայց կարծում եմ տարատեսակ էին դրանք, պետք էր առանձին վերցնել, ինչև է։ Խնդրեմ, նաև վերցրեք կանաչին, Անրի, եւ գնացեք հաջորդ գնումները կատարելու, մենք ձեզ կթողնենք հանգիստ, կսպասենք դրամարկղում։ Կանաչու տարատեսակ տեսականի ունենք այստեղ։ Հեսա ես Հիմա դուք կգաք։ Դե խնդրեմ։ Մեզ խառը կանաչի անհրաժեշտ, ճիշտ է։ Դրված է ծիծակի կողքին, երկար մի մտածեք եւ մի տանջվեք։ Տակինը կարող եք վերցնել, ավելի լավ վիճակում է գտնվում։ ես թե չէ գլուխ չեմ հանում։ Իսկ ավելի լավ։ Վերջ։ Կհանդիպենք արդեն դրամարկղի մոտ։ Ձեր գնումներից ենթադրում եմ, որ մենք ձեռք բերեցինք միայն այն մթերքները, որոնք անհրաժեշտ են աղցանի պատրաստման համար, ճիշտ է Անրի, մնացած ամեն ինչը անհրաժեշտ է կարբոնարայի համար, արդեն տանն է։ Այո։ Հեսա նայեմ հոնը բան չեմ մոռացել։ Միշտ ցուցակով եք առաջնորդվում, թե մտքում է ցուցակը լինում։ Միշտ մտքում է լինում, բայց այս անգամ քանի որ դուք եկեք հյուր, ես ասացի ինձ ապահովագրեմ ցուցակով։ Շնորհակալություն այդպիսի պատրաստված լինելու համար։ Անրի մեր գնումների ընդհանուր հանրագումարը կազմում է 6700 դրամ եւ առաջարկում եմ, որ մենք վճարենք ձեր փոխարեն։ Մերսի շատ, բայց ես կվճարեմ։ Եվս մեկ անգամ առաջարկում եմ, մենք վճարենք ձեր փոխարեն, բայց արդեն ուշացած եղավ մեր առաջարկը։ Շնորհակալություն Անրի, հյուրասիրության համար կհանդիպենք արդեն ձեր խոհանոցում։
Անրի սիրով ներկայացնեմ Լեբո սուրճի աղացած տեսականին, որը մշակվում եւ աղացվում է հատուկ տեխնոլոգիայով։ Հատիկավոր էսպրեսո սուրճի սիրահարները գնելիս ոչ միայն հաճելիորեն կզարմանան բավականին մատչելի գնով, այլ նաեւ համային եւ որակական բարձր հատկանիշներով։ Տորաբիկա ընկերությունն առաջարկում է 3-1 քրիմի լատե սուրճը, որն առանձնանում է քիմքին հաճելի նրբահամությամբ եւ անկրկնելի համով։ Coffee-Joy թխվածքաբլիթը իր արտադրման տեխնոլոգիայի եւ հատուկ բաղադրիչների շնորհիվ ունի անկրկնելի բույր եւ համ։ Լեբո սուրճ 3 աշխարհամասերից սիրով նվիրում ենք։ Շնորհակալ եմ։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա մայոնեզն ունի ընդգծված նուրբ համ, ուստի այն կարելի է օգտագործել տարբեր աղցաններ պատրաստելիս։ Ցանկացած աղցան սլաբադա մայոնեզով կդառնա նուրբ եւ համեղ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր։ Տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների, Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Սիրով նվիրում ենք։ Մերսի շատ։ Անրի համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր ու տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մարանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձաբարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին, ինչպես նաեւ նորույթ, ապակե տարաներով կարմիր աղացած կծու, քաղցր պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ աղացով, որը շատ հարմար է եւ հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք Մարանիկ ընկերության կարգախոսը։ Եթե չեմ սխալվում, ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Ոչինչ չունեմ ավելացնելու։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալ եմ։ Մենք արդեն խոհանոցում ենք, Անրի, ես վայելում եմ Լեբո սուրճի կողմից տրամադրված այս հեքիաթային արաբիկան, որը ուղղակի ֆանտաստիկ էներգիա է հաղորդում ողջ օրվա համար, քանի որ ես որևէ գործողություն չունեմ անելու, ես կվայելեմ իմ սուրճը, իսկ դուք կարարեք։ Ինչ է անհրաժեշտ մեզ կարբոնարա պատրաստելու համար՝ պաստա, բեկոն, պանիր, ձու, հատկապես պարմեզան տեսակի պանիր, աղ, պղպեղ, կամք, կարագ։ Ճիշտ է։ Այո։ Ինչից ենք սկսելու։ Մինչև ջուրը տականա, եռալ։ Կսկսենք բեկոնը կտրատել։ Դուք ասացիք, որ պրոֆեսիոնալ եք այս հարցում, բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ դուք կարբոնարա եք պատրաստել, ճիշտ հասկացա, թե ուղղակի դա ասեցիք ասելու համար եւ անցնենք առաջ չկենտրոնանանք ընդհանրապես նախորդ ասվածի վրա։ Ասեցի ասելու համար։ Կտրեք ենք ադր։ Դուք բավականին շատ հաճախ եք ցույց տալիս այդ շարժումը, եթե մենք սկսենք ամբողջը ասածով անել, հաղորդումից որևէ բան չի մնա։ Այնպես որ թույլ տվեք չմոնտաժել դա եւ թող մարդիկ իմանան, որ դուք պրոֆեսիոնալ եք, որովհետեւ ի վերջո համոզվելու ենք, որ դուք պրոֆեսիոնալ կերպով պատրաստեցիք այդ ամենը։ Խոսենք հիմա ձեր զբաղվածության մասին։ Միևնույնն է, ինչ որ մի շրջանում կավարտվի Հարսնաձորի լեգենդը ֆիլմաշարը եւ դուք պետք է ունենաք զբաղվածություն։ Ըստ ձեզ կշարունակեք զբաղվածությունը կրկին հեռուստասերիալներում, թե կփորձեք ձեզ ռեալիզացնել որևէ թատրոնում։ Իրականում այդ իմ վախերից մեկն է, անկեղծ, որովհետև շատ եմ հիմա մտածում այդ ուղղությամբ, որ վերջացավ, ինչ եմ անելու, որովհետև ինքը իմ հենց մասնագիտական զբաղվածությունն է։ Եվ տեսնեմ, եթե առաջարկներ լինի, իհարկե նոր սերիալներում, նոր պրոյեկտներում, ֆիլմում, ինչու՞ չէ, նաև մեծ սիրով կընդունեմ։ Իսկ եթե չլինի, ես կդառնամ բլոգեր եւ կփորձեմ այդ ատմոսֆերան գործունեություն ծավալել։ Տեսնեմ ինչպես կստացվի ինձ։ Խոսեցիք մի շատ կարևոր բանի մասին եւ առաջ է գալիս հաջորդ հարցը։ Շատ հաճախ մենք նկատում ենք, որ մարդիկ, ովքեր չունեն պրոֆեսիոնալ դերասանական կրթություն, բայց զբաղվում են բլոգինգով, ինչը իրենց մոտ առանց որևէ պաթոսի ստացվում է հրաշալի, հայտնվում են նաեւ մեր գործունեության ոլորտում, այսինքն զբաղվում են դերասանությամբ։ Ինչպիսին է ձեր վերաբերմունքը այդ երևույթներին։ Մարդիկ, ովքեր չունեն պրոֆեսիոնալ կրթություն, զբաղվում են պրոֆեսիոնալ արտիստի գործով։ Նայեք, ինձ թվում է փորձել
բոլորը կարող են։ Թե դերասանության մեջ պարտադիր չի կրթություն ունենաս, այդ անկեղծ։ Փորձել կարող են բոլորը, բայց ինձ թվում է շատ եզակի մարդիկ կլինեն։ Ես տալու եմ հաջորդ հարցը եւ այստեղից սկսում է կրկին իմ թաղման բյուրոն։ Անրի, ինչու է հատկապես մեր ոլորտը դառնում փորձադաշտ մարդկանց համար։ Ինչու օրինակ ես կամ դուք չենք որոշում զբաղվել բժշկությամբ, հոգեբանությամբ, շինարարությամբ, որովհետև մենք պրոֆեսիոնալ չենք եւ գիտակցում ենք, որ դա մեզ մոտ չի ստացվելու։ Եթե դուք արդարացնելու եք այն փաստով, որ դա մարդկանց առողջության հետ է կապված, ապա ասեմ, որ հոգին նույնպես առողջության բաղադրիչ է կազմում եւ մարդկանց ներկայացնել այդ ամենը ոչ ճիշտ, միգուցե նրանց հոգեբանության վրա կազդի։ Այս երևույթը ինչպես կարելի է շտկել։ Վան ջան, ինձ թվում է այդ քո ասածը, որ ինչու դերասանները չեն զբաղվում ուրիշ մասնագիտությամբ, դից իհարկե դա քո կարծիքն է, բայց լիքը դերասաններ կան զբաղվում են բիզնեսով։ Շատ բարի, իսկ ներողություն եմ խնդրում, որ ընդհատում եմ, կարող ենք եւ աշխատել եւ այո, դե խնդրեմ։ Դերասանները, ովքեր զբաղվում են բիզնեսով, բիզնեսում չհաջողելու դեպքում մարդը վնասելու է միայն ինքն իրեն, ճիշտ է։ Այո։ Եվ իր սեփական ֆինանսական միջոցները։ Ամեն դեպքում հարցը մնացել է օդում։ Ինչու է ըստ ձեզ, ընդհանրապես ձեր կարծիքն եմ ուզում իմանալ, ըստ ձեզ ինչու է հատկապես մեր ոլորտը այդքան գայթակղիչ դառնում։ Ինձ թվում է, որովհետև հասանելի է այսօր տեխնիկայի դարա եւ տեսնում եմ, որ օրինակ դերասաններ շատ լավ ապրում են, բայց կարծում եմ, որ ոչ միշտ չի էլի այտենց։ Այսինքն մարդիկ գնում են շահի հետևից, sense ասած, լավ ապրուստի հետևից, բայց չեն հասկանում դժվարությունները։ Բայց դեմ չեք այն ամենին, որ մարդիկ փորձում են։ Հակառակ կողմ եմ։ Մարդ կներես, ինձ թվում է ցանկացած մարդ ամեն ինչ կարող փորձի։ Ես որոշել եմ հետ այսուհ զբաղվել բժշկությամբ եւ ձեր կույրաղիքը ցանկանում եմ հեռացնել։ Կվստահեք ինձ։ Չէ, դե չեմ վստահի, բայց վստահողները հաստատ ամեն մեկին չեմ վստահում։ Նույնը սերիալներում կամ ֆիլմերում։ Հասկանում ես ինչ եմ ասում։ Հասկանում եմ, բայց չեմ կիսում կարծիքը, հնարավորություն ունեմ։ Մենք այդտեղ որևէ տապակելու համար նյութ չենք ավելացնում։ Այո, ավելացնում ենք կարակ, այո։ Բարի, ավելացնում ենք կարակը։ Ամբողջությամբ պետք է տապակվի, թե մի փոքր ջերմային մշակում անցնի եւ անցնենք շարունակությանը։ Չէ, մի փոքր անցնի ու անցնենք շարունակությանը։ Ես շարունակություն զուգահեռ կանեմ, իհարկե։ Բարի։ Նոր գործողություն մեզ սպասվում է Անրի խոհանոցում, թե պետք է սպասենք, որ տապակվի։ Սպասում ենք, որ տապակվի։ Լավ, այդ դեպքում ես կխնդրեմ այս փուլի համար դադարեցնենք նկարահանումը, այնուհետև վերադառնանք եւ ցուցադրենք շարունակվող գործողությունները։ Շնորհակալություն։ Նմանապես։ Հիմա չես թողելու կույրաղիքը թանեմ։ Ախպեր ուզում եմ փորձեմ, չի կարելի։ Դե դավայ լավ, անի։ Չէ լուրջ։ Լավ էլի։ Չէ, մի րոպե։ Ինչի մասին է դերասանությունը։ Մարդուն ներկայացնելու, չէ, ճիշտ ներկայացնելու, որովհետև կարելի է վատ ներկայացնել, ինքն տենց վատ ստացվի։ Հիմա եթե ես բժշկությամբ եմ զբաղվում, լավ, շինարարությամբ։ Եթե իմանաս ես ինչ-որ մի հատ շենք եմ սարքել, այդ շենքից տուն կառնես, բայց ես եմ ճարտարապետը, ամեն ինչը։ Հենց խնդիրը է դա։ Քեզ ֆինանսավորել են, չէ, որ դու դառնաս ճարտարապետ։ Չէ, ես եկել եմ։ Չէ, հիմա դերասան, հա, օրինակ, դերասանական կրթություն չունի, գնում է քաստինգի, իրան նայում են, ռեժիսորը։ Եթե ասում են, հա, օքեյ է դերը, կարող է ինքը խաղա, ուրեմն համապատասխանում է։ Այսինքն խնդիրը փնտրենք դերասանների եւ պրոդյուսերների։ Չէ, պետք չէ փնտրել, բայց ինձ թվում է, որ բոլորն կարող են գնալ եւ փորձել։ Ես գնացել եմ բազմաթիվ քաստինգների, ես շատ ծանոթներ ունեմ, անկեղծ որ քոլեջից հետո իրանք ճիշտ է սովորել եմ, բայց քոլեջը բարձրագույն չի համարվում։ Իրանք ավարտած երեխաներից, ավարտած ուսանողներից, նույնիսկ հիմիկվա լիքը դերասաններից, էլ ավելի լավ որակ են իմ համար համենայն դեպս, բայց իրանք չեն զբաղվում դերասանությամբ։ Այսինքն կան նաև ովքեր ընդհանրապես դերասանության հետ կրթություն չունեն, բայց իդեալական խաղ։ Երրորդ սենյակ մոտեցեք անալիզները հանձնեք, ես գնամ լվացվեմ գամ վիրահատության։ Okay։ Բեկոնը արդեն ջերմային մշակում է անցնում, բույրը հաճելիորեն տարածված է խոհանոցում, ջուրը եռում է, ժամանակն է, որպեսզի պաստան տեղափոխենք եռացող ջրի մեջ։ Այո։
Դուք նաև նշեցիք դրսում հատկապես, որ յուրաքանչյուր քաղաքից ինչ-որ բան եք վերցրել և ինչ-որ բան եք թողել, այդտեղ մեր զրույցը մնաց կիսատ և խոստացել ենք, որ կվերադառնանք այս թեմային։ Ինչեր եք թողել և ինչեր եք վերցրել ձեզ հետ։ Հիշողություններ եմ վերցրել, իսկ ինչ եմ թողել։ Ինձ թվում է ինչ-որ բան չեմ թողել, չնայած որ մարդիկ կան, ընկերներ կան, որոնց թողել եմ ու կապը կորել է։ Հիմա բացատրեմ ինչի։ Որովհետև այն ժամանակ տենց 10 տարեկան 2012 թվական, ամենայն դեպս մեր մոտ одноклассник կար, հլը տենց սոցցանցեր չկային զարգացված չէր էլի այդ առումով եւ լիքը ընկերներ կային, բայց հիմա օրինակ կապը չկա։ Բայց ես օրինակ շատ կուզեի իրանց հետ ինչ-որ ձևի կապի դուրս գամ։ Եթե ինձ նայում եք, գրեք ինձ, հիշացրեք ինձ ձեր մասին։ Անրի, ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ հաղորդումը եթեր է գնալու շաբաթ օրը ժամը 12-ից սկսած, չէին սպասում KTM կայքում, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ինչպես նաև մեզ կարող եք հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան պաշտոնական հարթակներում, ինչպես նաև Կենտրոն հեռուստաընկերությամբ։ Իդեպ, ձեր հաղորդումը եթերում է լինելու փետրվարի 14-ին։ Սիրահարների օրն է դա։ Եվ վստահաբար շատ քրպագուհիներ ունեք, ովքեր հետաքրքրված են։ Կա ձեր կյանքում որևէ մեկը, թե ոչ, կամ կխոսեք արդյոք այդ մասին, թե ոչ։ Հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի արծարծենք այդ թեման։ Զբաղված է ձեր սիրտը, թե ոչ, Անրի։ Ոչ։ Ոչ։ Դեռ ոչ, ոչ է զբաղված է լինելու։ Ոչ էլ զբաղված է լինելու։ Այո, այո։ Ինչու այդպես կտրուկ։ Դեռ, ամենայն դեպս։ Բանալի բառը դեռ։ Դեռ, այո։ Ինչ ենք անում։ Ինչ ենք անում։ Դեղնուցը առանձնացնում ենք։ Ինչի համար։ 4 դեղնուց է մեզ անհրաժեշտ լինելու, ճիշտ է, թե ուղղակի քանակն է այդքան դրված, մեզ մեկն է անհրաժեշտ Չէ, 4-ը անհրաժեշտ է լինելու։ Ես կօգնեմ ձեզ։ Այ, մերսի շատ։ Խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Ահա։ 21։ Կրթվել եք տարբեր քաղաքներում, նույնիսկ տարբեր երկրներում, Ռուսաստան, Հայաստան, Հայաստանի մարզ, նույնիսկ Սյունիքի մարզում, չէ, ասացիք Սիսիանում եք դպրոց գնացել։ Կրթության վերաբերմունքը, կրթության հանդեպ վերաբերմունքը եւ տարբերությունները կնշեք։ Իրականում Ռուսաստանում մենք գնացել ենք եվրейский դպրոց, հրեական դպրոց, եւ վճարովի էր։ Ինչու՞։ Որովհետև շատ լավն էր ընտեղի կրթությունը։ Տարական դպրոց էր դա, ավելի ճիշտ միջնակարգ դպրոց էր, տարական դասարաններում եք այնտեղ եղել։ Ես հա, դե ես շատ չեմ սովորել, այսինքն 3 տարի եմ սովորել այնտեղ, բայց իմ քուրիկը ու եղբայրը, ես ունեմ քույր եւ եղբայր, ես հարուստ եմ։ Մեր ողջույնները։ Շնորհակալ եմ։ Քուրիկս ու եղբայրս շատ երկար սովորել են ու իրանք ամենտեղ են գերազանց սովորել, ի տարբերություն ինձ։ Բայց ես ված չեմ սովորել։ Ու ընդհանրապես, եթե ինձ տարիքով փոքր երիտասարդությունն եմ, սովորելը շատ կարևոր է կյանքում։ Կիսատ մնաց հարցը, ինչու հրեական դպրոց հատկապես։ Որովհետև ասեցի, կրթությունը շատ լավն էր այնտեղի։ Ինչն է տարբերությունը մնացած դպրոցների հետ։ Ասեմ, իրական հայկական դպրոց էլ է այնտեղ եղել, բայց կրթության առումով շատ թույլ է եղել։ Դրա համար գնացել ենք հրեական դպրոց, այնտեղ լիքը փորձությունների մեջով ենք անցել մենք իրականում, որովհետև հրեաները լիքը սենց ասած ադատներ սովորույթներ ունեին։ Ունենք դպրոցում իրանք սկսում էին դասը առավոտ շուտ աղոթքով իրանց։ Մենք որ փոքր ենք, դե ես փոքր եմ եղել, բայց հիշում եմ այդ, որ գնում կանգնում ենք պատկերացնում ու տղաները առանձին, աղջիկները առանձին, այնտեղ գլխարկներ էին տալիս բոլորին ու մենք
կանգնում են այնտեղ տղաները, չգիտեմ ինչ աղոթներ անում, ու ես եղբայրս մեկը էլի հայր կային, որ սովորում էին, էլի։ Առանձին սենց կողմնոց նայում էինք, ու մի անգամ եկանք տուն, մամային եղբայրս ասեց, տենց բան են անում, մաման ասեց, հա, ոչինչ, թողանեն, դուք էլ անկյունում կանգնած, հայր մեր ասեք։ Իդեպ եբրայերեն ուսումնասիրել եք, թե ոչ։ Ես չէ, բայց եղբայրս քույրս Պարտադիր էր կրթության ընթացքում։ Դե ոնց է, օրինակ հիմա ռուսերեն անգլերեն, դե որ իրանք գերազանց են սովորել, բնականաբար իրանք պետք էր որ լավ սովորեին, էլի։ Անդրի, կնշեք ինչի համար ենք առանձնացնում դեղնոցը եւ սպիտակուցը իրարից։ Չգիտեմ։ Վիդեոյով ինչ տեսեք, նայում եմ։ Իրականում պետք է սոուս պատրաստել, թե Չէ, սոուս պատրաստելու համար ոնց հասկանում եմ, եթե ես այն որ ասել եմ պրոֆեսիոնալ եմ, դա կատակ էր, առանձնացնում ենք, որովհետև սա սպիտակացնում, ես հասկանում եմ, ուղղակի չեմ կարող բացատրեմ ինչ ենք առանձնացնում։ Ձեր բառերով բացատրեք առանց լարվելու, խնդրում եմ։ Անկեղծ ինչի համար ենք առանձնացնում, գիտեք, թե պետք է նայել, վերհիշել։ Պետք է նայել, ես մոտեցնում եմ վիդեոն, քեզ հարկանում բացեմ նայել։ Լավ։ Ինչ ենք անելու հաջորդ գործողությունը որն է սպասելուց բացի։ Հաջորդ գործողությունը հիմա պանիրն ենք քերթելու, քերելու։ Այլ նոր գործողություն չենք ունենալու այսինքն։ Չէ, ոչ։ Շարունակում ենք արարել ձեր խոհանոցում, պանիրը արդեն քերված է, ավելացնում ենք ձվի դեղնոցի վրա եւ հետո այդ ամենը ավելացնել ենք նաեւ պաստայի զանգվածի վրա, ճիշտ է։ Այո, նաեւ ավելացնելու ենք պղպեղ։ Անդրի, ձեր ընտանիքում կամ Գերդաստանում եղել են մարդիկ, ովքեր զբաղվել են դերասանական արվեստով, թե դուք առաջինն էիք։ Ես առաջինն էի, չէ, չեն եղել։ Առաջինն եմ։ Բարեկամների մեջ իհարկե եղել են, բայց որ տենց պապեկան եկած լինի, չէ։ Վերաբերմունքը ծնողների եւ ընտանիքի անդամների ինչպիսին էր ձեր ընտրությանը։ Սկզբում դրական։ Սկզբում դրական, հիմնականում հակառակն է լինում, սկզբում բացասական, հետո դրական, բայց ես մոտ կարծես թե հակառակն է։ Ինչ եղավ, որ փոխվեց դրականը բացասականի։ Դրականը բացասականի, որովհետև սկզբում դրական էր ինչու, որովհետև իրանք են նախ առաջին ինձ ուղարկել ստուդիա, պատանի հանդիսատես Արմեն Սանտրոսյանի մոտ, եւ հետո արդեն որ ինստիտուտ ընդունվեցի, իմ ծնողներն այնպես են, որ ասում են, հա, մենք քեզ կֆինանսավորենք եւ այլն, բայց պահը գալիս, որ դու ինքդ քեզ ֆինանսավորի, ես էլ սկսեցի ինքս ինձ ֆինանսավորել։ Ինչպես։ Էլի գովազդներով, բայց բացի գովազդներից ես նաև աշխատել եմ որպես խաղավար, եւ ինքս ինձ ապահովում է ինչ-որ չափով, բայց ծնողներս նաև ասում են, այ տղա ոնց հասկանում եք դրա մեջ փող չկա, գնա բիզնես, արի մեր բիզնեսով եւ այլն, բայց ինձ թվում է հիմա ամեն ինչ կարողանում եմ անել, որ հակառակը ապացուցեմ նրանց եւ ասեմ, որ դերասանության մեջ բավականին լավ գումար կա։ Չնայած դա կարծրատիպ է, չէ, որ ասում են դերասանության մեջ գումար չկա, դերասանները շատ քիչ գումար են վաստակում, բայց Վստահաբար, այո, դա կարծրատիպ է, ես չեմ կիսում այդ կարծիքը։ Ես չեմ կիսում։ Անդրի, կա մի հայ դերասան, ով ձեզ համար եղել է ոգեշնչման աղբյուր։ Հիմիկվա թե ժամանակակից, թե անցյալում գործունեություն ծավալած դերասան։ Հայ։ Այո, կան։ Սոս Սարգսյանը։ Հիմա շաբլոն է, չէ, հնչում, երևի, որ բոլորը տենց կարող են ասել։ Բացարձակ։ Չէ։ Սոս Սարգսյանը։ Իսկ Սոս Սարգսյանի կերտած դերերից որն է ձեզ համար ամենա։ Այ, ես գիտեք որը։ Մենք ենք որ գալի ասում է կերածդ խնձածդ խոտ չի։ Մենք ենք մեծ։ Գիտեք ես ոնց եմ լացել փոքր ժամանակ այդ ես չեմ հասկացել ուղղակի այդ իր իրոնիան որ ասում է ես ես լացել եմ բան եմ արել հետո որ մեծացած ասում ինչ
ոնց այնքը փոքր տարիքում տենց ազդեին վրա էլի իր ասած։ Օգտագործեցինք նաև բեկոնից դուրս եկած յուղային զանգվածը։ Ֆիքսենք։ Կարակով էինք տապակել, կարակի եւ բեկոնի ընդհանուր դուրս եկած յուղային զանգվածը մի փոքր։ Բայց այսի, ահա։ Իսկ համաշխարհային մասշտաբի դերասաններից ով է ձեզ համար նախընտրելի իր խաղով։ Ջոնի Դեփ, Լեոնարդո Դիկաբրիո, Բրեդ Պիտ Կերտած դերերից այս վերջերս իրականում կներս, այս վերջերս, հա, հենց այդ էլ է ուզում ասեի։ Այս վերջերս նայեցի բանը, իրականում շատ են խոսում այդ ֆիլմի մասին, однажды, որ համ Լեոնարդո Դիկաբրիոն է, համ Բրեդ Պիտը, մի անգամ Հոլիվուդում։ Մի անգամ Հոլիվուդում, հայերեն, մի անգամ Հոլիվուդում, ու շատ տպավորված էի, շատ լավն էր։ 3 ֆիլմ խորհուրդ կտաք մեզ դիտողների կանց։ Այո, սերիալները կարող եմ խորհուրդ տալ։ Ես ֆանտաստիկ ժանրի սիրահար եմ, եւ ես բոլոր Marvel-ի սերիալները սակ նայել եմ։ Խորհուրդ կտամ Marvel-ից բացի Hobbit, Վիկինգները իմիջիալոս Игра престолов Գահերի խաղի զուգահեռ էր գնում ու ես ավելի շատ նայում էի վիկինգները, որովհետև ես սիրում եմ տես թագավորական ժանրի ֆիլմերը դիտել եւ մեզ մոտ ոնց որ ստացվում է պարմեզանը թե։ Այո, բավականին հեքիաթային կերպով։ Անրի, մեր եթերաժամանակը արդեն մոտենում է իր ավարտին, կխնդրեմ որպեսզի նշեք ինչ եք անելու, ինչպես նաև խոստացել եք մեզ համար աղցան պատրաստել, բայց ցավոք չենք կարողանա այդ ամենը նկարահանել, ասեք այն բաղադրիչները, որոնք օգտագործելու եք, եւ ձեր պատրաստած ուտեստի համար որոշեք անուն, քանի որ մենք պետք է անտեսելիս անվանակոչենք այն։ Հիմա չէ, սեղանի շուրջ կհնչեցնեք անունը, բայց հիմա հնչեցրեք բաղադրիչները։ Բեկոնը սոուսի հետ խառնեցինք, հիմա պաստան հանելու ենք եւ արդեն իրար հետ խառնենք, որ այս բեկոնի հանն էլ ամենն էլ։ Բարի, աղցանի բաղադրիչները նշեք։ Աղցանինը լոլիկ, վարունգ, բիբար, սորական ամառային աղցան։ Եվ խառը կանաչ։ Շնորհակալություն, մեր հաջորդ հանդիպումը կլինի արդեն սեղանի շուրջ։ Լցրեք, որպեսզի տեսնեն բոլորը այս ամենը ինչպես է միախառնվում իրար, իսկ մենք հաջորդի արդեն հանդիպենք սեղանի շուրջ։ Եվ մի փոքր ջուր ենք ավելացնելու։ Արդեն խառնվում իրար։ Լավ։ Անրի, Հաջան։ տևեց մոտավորապես 2 ժամ։ Ես ինչ ես անում, ընկերս։ Ինչ է տևեց։ Արագ։ Արագան է։ Հա, բա իհարկե, արագության Վրազ ենք։ Թեթև արդեն, այո։ Դա էլի ուրեմն հաճելի չէր իմ հետ։ Շատ հաճելի էր, ուղղակի եթերաժամանակ ունենք, որը հաճելիով չի լինում կարգավորել։ Եղավ, ես մաքսիմալ արագ փորձում եմ անել։ Հիմա մի փոքր ջուր ավելացնենք։ Ահա, խնդրեմ, այստեղա ջուրը հեռու մի գնա։ Լից։ Իդեալական։ Խես խափում։ Դե ինչ ասեմ, որ պատերին ես լցնում ջուրը, իդեալական պատերին լցնում ես ջուրը, ապրես։ Սենքեսի պարտեզի էսը կարբոնարա է, իմաստ կես, հա, դարը։ Ինչ անուն դնենք, էդ էլ կլինի, կարբոնարան կհանես ընդհանուր ցուցակից, մի հատ անուն կորոշես, կդառնա այդ։ Լավ չի։ Դա։ Իդեալական առաջարկ։ Այդ հələ մի հատ էլ ջերմային մշակում պիտի անցնի։ Ոչ։ Չէ։ Ջերմային մշակում։ Պլիտայի վրա դնելու ես։ Նո, չէ։ Վերջ պատրաստ է, ուղղակի լցնում ենք ափսեների մեջ ու բարեախորժակ։ Իհարկե։ Երևի։ Բա ինչ ես 2.5 ժամ տանջվում։ Պետք է էսի լավ խառնես։ Դե խառնի։ Հետո առանձնացնես, դնես բանանի, հանգստանա։ Հələ աղցան ունենք պատրաստելու։ Մի խոսքով մի 2 օրից կգնանք ձեր տնից։ Չախի, չէ։ Աղցան նկարում եք։ Ես հանձնվում եմ։ Արարումն ավարտվեց։ Ժամանակն է անվանակոչելու եւ վայելելու այն ամենը, ինչը պատրաստել եք Անրի։ Խնդրեմ անվանակոչեք։ Պաստային սուջուխ,
Եկեք անվանակոչենք, ցանկացած իրավիճակում, ցանկացած պարագայում, եթե իմ համար ինչ-որ բան անհասկանալի է կամ, չգիտեմ, անվանումը, ասում եմ սուջուղ։ Նույնիսկ կարող է կենդանիներն այդպես դիմեմ։ Ամառային սալատին էլ լոլիկ ուղղակի։ Մի առաջարկ ունեմ Անդրի, ձեր անվանակից ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վերնոյը ունի մի շատ հետաքրքիր ֆիլմ, կոչվում է «Արգելված պտուղ»։ Եկեք պաստան հենց այդպես էլ անվանակոչենք, համաձայն եք։ Այո։ Դե թույլ տվեք ձեզ հյուրասիրել եւ ինչ որ լինում է, թող որ լինի մի անգամից։ Բերեք ձեր ափսեն մոտ, խնդրում եմ Անրի, հուսամ ինձ մոտ կստացվի եւ կարծես թե ստացվեց։ Իդեալական։ Շնորհակալ եմ։ Արգելված պտուղ անվանեցինք, կարծես թե համաձայնեցիք։ Միանշանակ։ Եվ լոլիկ անվանեցինք ամառային աղցանը, ճիշտ է։ Այո։ Շնորհակալություն հետաքրքիր օրվա համար, վստահ եմ համեղ է, մեզ մաղթում եմ բարի ախորժակ, անցնենք համտեսելուն։ Եվ այսպես, Անրի։ Սկզբից դու փորձի։ Ինչու՞, որովհետև գիտեք, որ պետք չէ փորձել։ Շատ մոտ է կարբոնարային, մի փոքր իհարկե խնայել եք աղյատ, բայց ոչինչ, ամեն ինչ շտկվում է։ Շատ համեղ է ստացվել, Անրի ամենայն անկեղծությամբ, իհարկե չէի պատկերացնում, որ այսպես կստացվի, բայց հիացրեցիք։ Եվս մեկ անգամ մեզ բարի ախորժակ։ Եվ չուտենք։ Իդեալական ստում եք։ Դե դուք մի բան ասեք։ Շնորհակալ եմ, որ եկաք։ Շնորհակալ եմ, որ ուշադրություն դարձրեցիք ինձ, իմ համար անսպասելի էր այսպիսի միանգամից ճանաչելիությունը։ Թող ձեր գործային հաջողություն, ինչպես նաև իմ գործային հաջողություն եւ բոլորիս գործերի հաջողություն եւ քանի որ տարին նոր է փոխվել, ցանկանում եմ, որ խաղաղություն լինի, մարդիկ ավելի շատ ժպտան ու թեթև նայեն ամեն ինչին։ Շնորհակալություն, մեզ բարի ախորժակ, բայց ամենայն անկեղծությամբ չէի ստում, ինձ դուր եկավ։ Շնորհակալ եմ։ Հա։ Այդ ինչ թերահավատ վերաբերմունք է սեփական անձի նկատմամբ, չէի սպասում, որ կգայիք մեր ճանաչելիություն վատ ասա։ Ինչի՞, ինչ ես դուք քեզ այդքան թերագնահատում։ Ամեն ինչ շատ նորմալ է, ամեն ինչ շատ բնական է։ Դու ուզում ես ասես, որ համով է։ Չէ, նենց չի, որ հիմա ես կուզեի գնայի ռեստորան եւ ինձ բերեին, սա մատուցեին, ես էլ դրա համար վճարեի 4800 դրամ, բայց այն որ դու պատրաստել ես մեզ համար եւ մենք հիմա ուտել ենք, շատ նորմալ է, շատ ընտիր է, համով է։ Բարի ախորժակ։ Մերսի քեզ։ Անրի շնորհակալություն հետաքրքիր զրույցի եւ իմպրովիզ պատրաստած ուտեստի համար։ Վստահեցնում եմ, պետք չէ ձեզ այդքան թերագնահատել, այն բավականին համեղ էր ստացվել։ Մաղթում եմ նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ, վստահաբար մեր հաջորդ հանդիպումը կլինի արդեն չէին սպասում հաղորդման շրջանակներում եւ վերջնական, երբ վերանորոգած կլինեք տունը, կբացահայտենք նաեւ տունը, որտեղ դուք ապրում եք։ Շնորհակալ եմ, որ եկաք, ուրախ էի տեսնելու ու կսպասեմ։ Սիրով, լավ մնացեք, հաջողություն։ Հաջողություն։ Անրի ջան, քեզ պետք էր այդ կարբոնարան։ Այ Գոնե մի հատ պրիմիտիվ ձվածեղ սարքեիր, նորմալ ուտեինք, առանձնել ձում դրածեր, էլի։ Մեր համար սիրուն, հանգիստ, ուտեինք կարբոնար։ Ես էլ եմ ասում, կարբոնար։ Լավ էլի, Անրի, լավ էլի։ Արի փորձի գնանք, իրար հետ չիտկա անենք, որ մյուսը կարողանաս ճիշտ պատրաստել։ Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Arabica cappuccino. Enjoy rich and creamy foam with choco granule. Arabica cappuccino. Authentic cafe experience anytime, anywhere.
Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք։ Мараник. Система «Органик Контроль» подтверждает безупречную природную чистоту масла «Слобода». «Слобода Органик Контроль» – проверенное качество природного продукта.